Ողջույն հարգելի մարզասերներ, առաջին անգամ այս ձևաչափով կսկսեմ ներկայացնել իմ հերթական տեսանյութը Արոշանյան մեդիայի YouTube-յան ալիքի եթերում։ Մինչև սկսելը կխնդրեմ հավանել տեսանյութը, տարածել, մեկնաբանության բաժնում ակտիվ լինել։ Նախապես շնորհակալ եմ։ Հարգելի մարզասերներ, ներողություն եմ հայցում, որ երեկ Նոայի մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունից ունեցած ուղիղ եթերը շատ վատ որակի եղավ։ Խնդիրը մեզնից չէր, Նոայի մարզաբազայի տարածքում կապի խնդիր կար եւ մեր ուղիղ եթերը ընդհատվեց, հետո վերականգնվեց, բայց արդեն պատկերը աղավաղվել էր։ Մենք արդեն եթերը հեռացրել ենք եւ ձեզ համար պատրաստել ենք հիանալի ռեպորտաժ, ամեն մանրամասնություն կտեսնեք ինչ երեք ներկայացվել է, կտեսնեք նաեւ անակնկալ ջեպազրույց Լուիշ Ֆիգուից, Ֆիգուի հետ ենք խոսել, կներկայացնենք այդ ամենը հերթականությամբ։ Միջոցառման վերջում էլ Նոան դրոնային շքեղ շոու ներկայացրեց, այդ ամենից եւս կադրեր կներկայացնենք։ Ուղղակի ֆանտաստիկ աշխատանք է կատարվել 1.5 տարվա ընթացքում։ 1.5 տարի առաջ էր, երբ Նոայի հետ հերթական շրջայցը կատարեցինք այնտեղ լրատվամիջոցների ներկայացուցիչներով, այս անգամ արդեն շատ ավելի մեծաքանակ հյուրերի հետ եղանք միջոցառմանը, տեսանք թե ինչ աշխատանքներ են կատարվել, Նոայի մարզաբազան շքեղ տեսք ունի, նաև ներկայացվեց Նոա Պարկ ծրագիրը, որը կիրականացվի առաջիկա տարիներին, դա եւս ֆանտաստիկ է լինելու, իտալական խումբ է աշխատում, որպեսզի այդ ամենը իրականություն դառնա։ Արարողությանը երեկվա ներկա էր նաև 2000 թվականի ոսկե գնդակի դափնեկիր, կատալոնական Բարսելոնայի, Մադրիդի Ռեալի նախկին ֆուտբոլիստ պորտուգալացի Լուիշ Ֆիգուն։ Շնորհակալ ենք ձեր ակտիվության համար, դնում ենք լայքերը, լինում ենք ակտիվ մեկնաբանության բաժնում, տարածում ենք տեսանյութը եւ վայելում։ Գնացինք։ Մեր ամենավերջին գավաթը Հայաստանի Պրեմիեր Լիգայի միակ մեր չեմպիոնական գավաթը եւս երկու Հայաստանի խաղարկությունը եւ խաղարկությունը եւ Հայաստանի սուպեր գավաթը տեսնել եք երկու մեջ Մեկ ու կես տարվա ընթացքում Նոա ֆուտբոլային ակումբը զբաղված էր մարզաբազայի եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան առաջին թիմի, նրա անձնակազմի, նաև վարչական հատվածի համար նախատեսված մասնաշենքի կառուցմամբ։ Մասնաշենքը ներառում է գերժամանակակից հանդերձարաններ, համալրված մի քանի տեսակի վերականգնողական սենյակներով, բժշկական եւ մերսման նորագույն սարքավորումներով, կահավորված տարածքներ, գերժամանակակից ընդարձակ մարզասրահ, հավաքների համար նախատեսված հյուրանոցային համարներ, գրադարան, առաջին թիմի անձնակազմի համար նախատեսված ճաշարան, խորհրդակցությունների դահլիճներ, աշխատասենյակներ եւ ժամանցի մի քանի սրահներ, համալրված սեղանի թենիսի պարագաներով եւ համակարգչային խաղերով։ Այժմ փոքր հումորային դադար։ Ինչ է լինում, երբ Արոշանյան մեդիայի ուղիղ եթերի ժամանակ տեսախցիկը վերցնում է մարզական մեկնաբան Արմեն Գարամյանը։ Հնարավորությունների եւ տեսլականի մասին ու է գնում Նոան ձեզ։ Ես գնում եմ առաջ, Նոան եւս իմ տպավորությունները շատ վառ են։ Լայք դրեք Արոշանյան մեդիա Մեկ զանգակի կոչ։ The Falcon brings heritage into a modern football identity. Its will stays open-winged under pressure, turning resistance into lift. For Noah, it stands for vision
the stadium, it spreads Armenian strength, light, and winning spirit across the world. Let me give Noah, what do you think? Well, I think this kind of facilities is very important for any club. Կարծում եմ այս տեսակի հարմարությունները շատ կարևոր են աշխարհի ցանկացած ֆուտբոլային ակումբի համար։ Այս ամենը թույլ կտա Նոային շարունակել տաղանդների բացահայտել, հնարավորություններ տալ երիտասարդ խաղացողներին եւ իհարկե առաջին թիմին պայմաններ տրամադրել մարզվելու համար։ Այն ամենը, ինչ ես տեսա այսօր, զարմացրեց ինձ։ Հսկայածավալ աշխատանք է կատարվել այս տարիների ընթացքում։ Այս ամենը հիանալի է Նոայի եւ ընդհանուր առմամբ հայկական ֆուտբոլի համար։ Not only for Noah, for the conditions for the Armenian football in general, I think is a treat. Mr. What do you think? What team favorite Mundial 2026? I will Portugal. Աշխարհի 2026 թվականի առաջնությունում ցանկանում եմ չեմպիոնական տիտղոսը նվաճի Պորտուգալիայի հավաքականը։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ Պորտուգալիայի հավաքականը գլխավոր ֆավորիտների շարքում չէ։ Ինձ համար գլխավոր ֆավորիտները այն հավաքականներն են, որոնք արդեն փորձ ունեն աշխարհի առաջնությունում հաղթելու։ Այդ հավաքականների շարքում են օրինակ Բրազիլիան, Իսպանիան, Ֆրանսիան, շատ ուժեղ թիմեր են։ Հույս ունեմ, որ Պորտուգալիայի հավաքականը կկարողանա դառնալ աշխարհի չեմպիոն։ Here we go! FC Noah are building something big. The Armenian champions have opened their new training base and unveiled the long-term Noah Park project, including Նոայի նոր մարզաբազայի բացմանը եւ Նոա Պարկ նախագծի ներկայացմանը անդրադարձել է նաեւ հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ the two domestic cups became the first Armenian club to reach the playoffs of the European competition and even beaten AZ Alkmaar. A very ambitious project, and the club the football world will keep hearing about. Here we go. Նոա ֆուտբոլային ակումբը հավաքված հյուրերին զարմացրեց նաև դրոնային շոուով։ Ներկայացնում ենք հատվածներ դրոնների շոուից։ In a future built to last. Go Noah. Go with pride. Go for Armenian football. Welcome to